Բարի օր իմ շատ սիրելի հետևորդներին, սկսում եմ նկարել, այսպես ասած, նախատոնական վլոգ, քանի որ 2 օրից Սուրբ Զատիկի տոնն է, պատրաստվում եմ, աշխատել եկել եմ տուն արդեն, մի հատ էլ հաճախորդ երեկոյան ունեմ, ու այդ ընթացքում հիմա ցույց կտամ ինչով եմ զբաղվում։ Տեսեք ինչ լավ գործի եմ, ովքեր կգուշակեն ինչ եմ պատրաստելու։ Հիմա շաքարը կջարդեմ, կմանրացնեմ, այդ ընթացքում սուրճս կվայելեմ, այնտեղ սերիալ եմ նայում եւ հետո ցույց կտամ էլ ինչ եմ անելու։ Այս վլոգում նաեւ կլինի առևտուր, Wildberries-ից պատվերներ, շատ հետաքրքիր լավ պատվերներ ունեմ, այնպես որ կարող եք նայել, միգուցե ձեզ էլ պետք լինի, արտիկուլները թողնեմ, կարող եք պատվիրել։ Դա ինչ հիմա սուրճս խմեմ եւ անցնեմ գործի, քանի որ այդքան էլ շատ ժամանակ չունեմ, որպեսզի հասցնեմ վերջացնեմ եւ իջնեմ նորից աշխատելու։ Այդպես։ Հետո կտեսնենք ինչ ենք անելու։ Միգուցե այս վլոգի մեջ լինի Զատիկի տոնը, միգուցե ոչ, տեսնեմ ոնց կլինի։ Երեկոյան արդեն տանն ենք, առևտուր արեցինք հիմնական մասը բերեցինք, հիմա ցույց տամ ինչ եմ գնել եւ անցնենք գործի։ Այստեղ մրգեր բանջարեղեններն է, 2 ուպակովկա ձու եմ գնել, սա խմորեղեն պետքա պատրաստեմ դրանց համար է, սովորական տնական ձու ունեմ ներկելու համար, խնձոր, սոխ, կարտոֆիլ, վարունգ, այստեղ բանան ունեմ, տանձ, այսքի տանձերը շատ համեղ են, այս քանի անգամը վերցնում ենք եւ շատ հավեսին, այսպես ջրալի տանձեր են։ Հետո այնտեղ նարինջ է, մանդարին, այստեղ ձուկ եմ գնել, հիմա կմաքրեմ, կկտրեմ Զատիկի համար նույնպես, սոխ, կներեք, նուր, 2 հատ տաղցան եմ պատրաստելու, գրանատվի բրասլետ, այստեղ լոլիկներ է, կծու պղպեղ, ալյուր խմորեղենի համար պետք էր, 3 ուպակովկա սիլձիրեկ, հայերեն տարբերակը չգիտեմ ճիշտ ասած, նեխուր երևի խմելու համար է պետք, առավոտյան, այստեղ աղցանի կրաբովի պալաչկի, իմբիր թթու դրած, ես չեմ սիրում, երեխաները սիրում են, թթու վարունգ, այսպիսի ձևավորման համար ձվիկները, թթվասեր, մալինկայի համար ծյոմա, մեր շունիկը ձեցկի պիտանի է ուտում, այստեղ 2 փոքր ուպակովկա ծիրանի չիր եմ վերցրել, որպեսզի չիր եփեմ, շաքարավազ, վանիլին, այնտեղ նույնպես վանիլինա, շաքար կտորներով, բրինձ եմ վերցրել, այս բրինձից եմ վերցնում անդադ, ինքը շատ համեղ, այսպես մեծ փլավի համար շատ լավ բրինձ է, ճիշտ է մի փոքր ինքը թանկ է, բայց արժի իր գինը, այստեղ մայոնեզը, եգիպտացորեն, կարակ, մարգարին, հետո վերցրել եմ այսպիսի կոնֆետներ, սա տանելու եմ աշխատանքիս վայրը, իմբիրի կոնֆետ է, չգիտեմ ճիշտ ասած համը, M&M's, ուպակովկա անձեռոցիկ, այսպիսի սոկեր, հյութ, բնական, ու այսքան առայժմ առևտուրը, հիմա կտեղավորեմ, հաց կուտենք, բոլորովս արդեն սոված ենք, եւ կանցնեմ գործի։ Սա վերցրել եմ նույնպես Զատիկի, միգուցե ինչ-որ մի բան ձևավորեմ։ Նաեւ այսպիսի ընդեղեն եմ վերցրել շոկոլադի մեջ, Wildberries-ից եմ պատվիրել, շատ համեղ են, այնպես որ կարող եք նայել, եթե պետք է։ Եվ այսպես վերջնական ինչ եմ գնել Զատիկի համար, վերջնական ինչ որ մնացել էր, այդ առևտուրն եմ արել։ Կներեք ձայների համար։ Այստեղ թարխ ունեմ, ջանը շոտ է գալիս, թարխում, լավաշ և պանիր, սա շուկայից ենք վերցրել,
Ինչև ես աշխատանքս վերջացի, տղաս գնաց բերեց։ Հետո այստեղից մեր մոտեխանութի վերցրել եմ կանաչի, կոտեմ, ինձա, սամիտ և կանաչ սոս։ Այստեղ երկու տեսակ խմորեղեն պատրաստեցի, ժամանակ չեղավ, որ փախլավան պատրաստեմ, այս քանի օրը նոր կպատրաստեմ, էլ չեմ էլ հասցնի։ Սնիկերս եմ պատրաստել և մրջնանոց այս անգամ այսպես եմ կտրել, քանի որ ժամանակ չունեցա բաժակների մեջ լցնեմ, թող այսպես լինում։ Եվ նոր բերեցին դաստակտան, մագնիտի։ Ինչ եմ պատվիրել, ալյուրս վերջացել էր, մտածում էի այսօր կպատրաստեմ փախլավան, բայց ինձ թվում է չեմ հասցնի, դրա համար մյուս անգամ խաղով, հետո քնջոր, քիչ էր մնացել, սև խաղով, իվի, մեկ հատ պղպեղը հարկավոր պիցայի համար, պիցայի մեկ որ ուզում սարքեմ, պանիր, բամի պանիրը չեն դրել, հա, երևի չի եղել, պանիր սովորական, դրոշ և դեղին պղպեղ, սա մագնիտին է, հիմա մտնեմ նայեմ, թե պանիրի կեսը չեն դրել, ուրիշ պանիր էլ էի պատվիրել սուլուգունի պիցայի համար, հիմա կտեսնեմ, հիմա ես ամբողջը տեղավորեմ, արդեն դրել եմ լոբին և ֆումը, արդեն եվվում է, չիր եմ պատրաստելու, սիրում եմ չիրը երբ որ լոբիով է, սպիտակ լոբի է, հիմա կեվվի չիրը կպատրաստեմ, հետո կամաց երևի փլավը կպատրաստեմ, հետո երեկոյան ձուկ կներկենք ու այդպես, այսօր այդպիսի պլաններն եմ, վաղը նոր ձուկ կեփեմ, այսօր չեմ եփի, թող վաղը առավոտ լինի, որպեսզի թարմ լինի, այս ամբողջը տեղավորեմ ու տեսնեմ ինչ եմ անում։ Չնայած այսօր ուզում եմ բալկոնում տնկեմ, հաճախորդս է ինքը դաչա ունի ցանել, փոքրիկ բալկոնի պոմիդորներ են, ինձ էլ է տվել 4 հատիկ, պետքա սա տնկեմ, սա իմ կանաչն է աճեցրած, այստեղ ոնց են ասում, լյոն, մեկ էլ մաշ աճեցրել եմ սրանից, ցորեն չունեի, հենց այսպես աճեցրել, շատ ավելի գեղեցիկ է, այստեղ արդեն ձատիկի զարդարանքներն է, ինձ թվում է կզարդարենք այսպես միասին, լավ է սիրուն է լինում, այստեղ ձվեր կան այսպիսի, փոքրիկ էլ կա, ճուտիկ էլ կա, մի խոսքով, սա հետո թողեմ, ասնեմ հիմա ասնեմ բուն գործերս վերջացնեմ, նոր այս զարդարանքներով կզբաղվում, համեկ էլ չմոռանամ Վայլբերիսի ծաղագին մեջ պատվերներ եմ արել, դրանցով կիսվեմ, չնայած որ կեսը արդեն հավաքել եմ, կեսը այսօր եմ վերցրել, մյուս կեսն էլ նոր է հասել, պետք է Մարինան գնա վերցնի, միանգամից կվերցնի և այդ ամբողջով կկիսվեմ նոր, այդպես, դա ինչ, ես բարի դիտում, ես է գնամ գործերս վերջացնեմ։ Ինչ եմ անում, այստեղ արդեն բրինձս է եփվում, այստեղ էլ հալեցնում եմ կարագը, որպեսզի չամիչները տապակեմ։ Այստեղ համայր արդեն բրինձս պատրաստ է, երկար բրինձ եմ առնում, տեսակ գնումների ժամանակ, այստեղ չիպս է պատրաստ,
դեռ ձևերը չեմ ներկել։ Հիմա վերջացնեմ այս ամբողջը և անցնեմ ձևերին։ Բարի երեկո, սիրելի բաժանորդներ, այսօր այսպես երեկո է, արդեն մեր մոտ որոշեցի սկսեմ վլոգ նկարել։ Նոր եմ տուն եկել, հիմա մի բաժակ զորջ եմ խմում։ Այս օրերին շատ հագեցած այսպես աշխատում եմ, ահա որ շատ ծանրաբեռնված, ժամանակ չի լինում։ Չնայած երեկ ցանկանում էի առավոտից երեկո աշխատել եմ, ուզում էի նկարեի աշխատանքներս, աշխատանքային օր այդպես վլոգ, բայց սկզբից մոռացա, հետո էլ արդեն ուշ էր, երբ որ հիշեցի, դրա համար չնկարեցի։ Վաղը նույնպես այդպես ծանրաբեռնված օր է, միգուցե եւ հիշեմ եւ այդպես աշխատանքային վլոգ նկարեմ։ Այսօր իմ եղունգներն եմ սարքել, այսպիսի շատ նուրբ, ինքը համարյա պոլուպրազրաչնի փայլիկներ է։ Հիմա կամերան կշրջեմ, ցույց կտամ, հետո ոտքերս եմ սարքել, ոտնահարդարում եմ արել, ինքս չեմ անում, կոլեգա ունեմ, ես իրան եմ անում, ինքը ինձ։ Այդպես օրընտրում ենք, պայմանավորում ենք, որ երկուսից էլ հարմար լինի և զբաղվում ենք մեզանով, քանի որ առաջ ես էի անում իմը, բայց հետո այսպես քանի գնում դժվարանում էր, մի օր անում էի, մի օր մի ձեռքս էի անում, մյուս օրը մյուս ձեռքս այդպես կամ լինում էր մի ձեռքս անում էի, մյուսը այդպես մնում էր մի շաբաթ հետո, դրա համար որոշեցի, որ ժամանակն է արդեն, այսպես ասած, մարսեր գտնել և իրա մոտ գնալ, քանի որ իրա հետ աշխատել էի, իրան ծանոթ էի, որոշեցի իրա մոտ գնալ, ինքն էլ առաջարկեց, որ ինքն է ուզում գա իմ մոտ, այդպես որոշեցինք, որ ես իրան կանեմ, ինքը ինձ կանի և այդպես։ Նրանից հետո աշխատել եմ, 2 հատ հաճախորդ ունեի արդեն երեկոյան մանիկյուր և պեդիկյուր և եկել եմ տուն, մինչև տուն գալիս խանութ գնացինք ես ու Մարինան, 2 հատ այդպես կոսմետիկ բան եմ գնել, հիմա ցույց կտամ, հիմա սուրճ եմ վայելում և ուտելու մի բան պատրաստեմ և այսօր երևի վերջ։ Եվ ուզում ձեզ ցույց տայի, այս շումանիտ ինքը տրուբաները մաքրելու համար է, փոքրիկ այսպես շարիկներ են, լցնում ես, եղմանջուրը լցնում ես, թողնում ես 5-6 րոպե և հոսող ջուրը թողնում ես, ինքը ամբողջովին մաքրում ես, արդեն ահագին ժամանակ է, սրանից հենց այս ֆիրմայից եմ օգտվում, ինքը շատ լավն է ու շատ լավ մաքրում է այս խողովակները, հատկապես իմը բաղնիքում, լվացարան ես խողովակը շատ կարճ է, ինքս մի անգամից փակվում է և ես ուղղակի օգնություն է։ Հայ եղունգներս այսպիսի գեղեցիկ փայլիկները, ուղղակի գելով հարթեցում է արված ու վերջ։ Սա այդպես է հաճախորդս էր բերել, հիմա սուրճ կխմեմ, հուսով եմ համով է, հիմա կփորձեմ և տեսնենք ինչ ենք անում։ Ցույց տամ ինչ եմ գնել, գնեցինք Magnet Cosmetics-ից, ուրիշ բանի համար էինք գնացել, բայց չկար, դրա համար սա էլ էր պետք, վերցրեցինք ունքերի մատիտ, այսպիսի Divash ֆիրմայից, հիմա ցույց տամ, այսպես մազիկներ է ինքը գծում, մի ձեռքով չեմ կարող ցույց տալ, հիմա մի րոպե, այսպիսի մազիկներ է նկարում, որտեղ որ չկա մազեր, որպիսի ֆորման ունքերի լինի գեղեցիկ, կարելի է լրացնել։ Սա ունքերի մատիտ, եթե չեմ սխալվում, արժեր 340։ Հետո
լավից հետո կփակեմ։ Այս մյուս կողմն էլ այսպիսի շոտը չկա, վրձին, ճիշտն ասած չգիտեմ ինչի համար է, ինքը ռաստուշով կանելու թե ոչ, բայց դե ինձ թվում է ունքերի համար, ծխի ֆոկուս չի անում, ունքերի համար ինքը այդքան էլ հարմար չի լինի ռաստուշով կանել։ Սա այդպես և սուրմա։ Հիմա բացեմ։ Այսպես ինքը ֆլոմաստերի նման է, ֆիրման, ինչ ֆիրմա է, Vivien Sabon։ Եվ այսպես ինքը բարակ գծեր է գծում, ովքեր որ ստրելկաներ գծում են, շատ հարմար է, ես չեմ կարում գծեմ, չեմ էլ գծում, մի խոսքով։ Եվ այս մի պատվերը նույնպես ցույց տամ, Wildberries-ից եմ սա իհարկե պատվիրել, մազերի բիգուդի է փափուկ, 3 հատ էր ուպակովկայի մեջ, բայց սա մի հատ է կպատվիրեմ, որպեսզի լինի 6 հատ։ Ինքը այսպիսի տեսք ունի։ Օպա։ Այսպիսի տեսք ունի ինքը, մազերը փաթաթում ես, պետքա 3 հատ տրված, պետքա 3 մասի բաժանես մազերը, վերևի չոլկայի հատվածը, մեջտեղում կիսել և տակի հատվածը, ու մազերը քիչ է, բնականաբար կհերիքի, մազերի համար չհերիքեց, ինձ հարկավոր է 2-ը նույնպես, 5 հատը նորմալ կլինի մազերիս համար, բայց դե 3 հատով 3 փորձեցի, ինքը շատ ընտիր է, մազերը կասկադեն, այսպես, շատ ինքը հավեսին փաթաթումը 3 լվացել եմ, մի փոքր չորացրել եմ, կիսախոնավ եմ արել, ոչ թաց, ոչ չոր, և փաթաթել եմ, այս մասը առանձնացրել եմ, առանձին եմ փաթաթել, այս մասը առանձին, պետք է այս մասն էլ առանձին, բայց քանի որ իմ մազերը շատ էր, այդպես չէր լինում, ես կիսեցի այսպես, մի մասը այստեղից արեցի, մյուս մասը այստեղից, բայց ամբողջովին իմ մազերի համար 5 հատն է իսկական լինելու, մի հատ էս չոլկայի հատվածը, մի հատ էստեղ և 2-3 հատ էլ էստեղ։ Ինձ թվում է այդպես ավելի գեղեցիկ կլինի և շերտերն էլ ավելի արտահայտիչ կլինի, ճիշտը այս առավոտ եմ քանդել, այս ամբողջ օրը աշխատել եկել եմ, ինքը ընդհանրապես ոչ մի բան չեմ փչել, ոչ մի բան չեմ քսել, յուղ, ոչ մի բան չեմ արել, բայց դե ինքը շատ սիրուն մնացել է այսպես էլ, բայց ինձ թվում է հաջորդ անգամ, երբ որ փաթաթեմ հանեմ, մի փոքր լակ կփչեմ, ինքը ինձ թվում է ավելի լավ կպահվի այս ամբողջ գեղեցկությունը, ես որ շատ հավանեցի և շատ հարմար էր, ընդհանրապես գիշերը չէր խանգարում ինձ քնելուց, սրանով փաթաթում ենք այսպես, մի օր միգուցե ցույց տամ ոնց եմ փաթաթում, մյուսներն էլ պատվիրեմ թող գա, ամբողջ գլխիս համար ցույց կտամ, կնկարեմ, եթե չմոռանամ, և այս շապճկան հագցվում է, քանի որ ինքը այսպես, մի րոպե, փաթաթում ես այս ուղիղի վրա, իրեն այսպես կլորացնում ես, այստեղ կնոպկա կա կնոպկայով, և այդ դրա վրա հագցնում ես այս շապճկան, որ չքանդվի մազերը։ Եվ այդպես, դե ինչ այսօր այսքանը, սիրելիներիս հաջողություն, հուսով եմ հավանեցիք տեսահոլովակը, ճիշտ է այսպես կամաց քիչ ամեն տեղից եղավ, այդպես ամբողջովին չեղավ, ոնց որ պլանավորել էի, դուրս է գալու այսօր արդեն զատիկից հետո, բայց դե համենայն դեպս նկարել էի, ցանկացա կիսվեմ ձեր հետ։ Հաջողություն, նորանոր հանդիպումներ։